Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցել սպառողական գների կարգավորման հարցերի վերաբերյալ հանդիպում։ Օրենսդիրները լսել են տարբեր բաշխիչ ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկել են սննդամթերքի շուկայի կառուցվածքը, գնագոյացման շղթան, ոլորտի կառուցողական գործընթացներ և գնիչեցման հնարավորությունը։ Խորհրդային օկուպացիայից անցել է 105 տարի։ 1921 թվականի փետրվարի 25-ին խորհրդային Ռուսաստանի 11-րդ կարմիր բանակը ներխուժեց Թբիլիսի։ Այս ամսաթիվը երկրի պատմության մեջ գրանցվեց որպես Վրաստանի համար ամենաողբերգական ամսաթվերից մեկը խորհրդայնացման օրը։ Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին և տապալեց ազատ ընտրված վրացական կառավարությունը։ Առաջին դեմոկրատական հանրապետության կառավարությունը գնաց աքսորի։ Երկիրը կորցրեց իր անկախությունը 70 տարով։ Մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների էպիկենտրոնը Կոջորին և Տաբախմելան էին։ Առավոտից լեփլեցուն էր Կոջորիի հերոսների հուշահամալիրը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցչությունը խոսել է օրվա կարևորության մասին։ Կրկին նշել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների վաստակը։ Կոջորի Տաբախմելա մոտակայքում տեղի ունեցած մարտերում հերոսաբար զոհված հերոսների հուշահամալիրը զարդարվել է ծաղկեպսակներով։ Վարչապետը և խորհրդարանի նախագահը արևմուտքից լրատվամիջոցների գրաքննությունը անվանում են շանտաժ։ Կոբախիձեի խոսքով ամեն ինչ կարվի լրատվամիջոցների և ձեռնարկատերերի հիմնարար ազատությունները պաշտպանելու համար։ Պապուաշվիլիի խոսքով Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանը իրականում նշանակվել է որպես գրաքննիչ և հրամանատար։ Դեսպանների կողմից հրապարակած հատուկ հայտարարությունը նույնպես քննարկման առանցքայինում է։ Վարչապետի խոսքով այսօր նրանք արդեն սկսել են բացահայտ խոսել Վրաստանի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջի մասին։ Կառավարության թիմի անդամների կարծիքով սա բացահայտ լարման կոչ է Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու ևս մեկ փորձ։ Վրաստանում իրավիճակը շարունակում է վատթարանալ և 2025 թվականի զեկույցը որակվել է որպես թեկնածու երկրի համար երբևիցե պատրաստված ամենավատ փաստաթուղթը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի падգամավոր Ռաիսա Յուկնե-Վինցենենը։ Ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել է անդամակցության հարցը, նա նշել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 19-ի Եվրոպական խորհրդի եզրակացությունների համաձայն զեկույցը հստակորեն հաստատում է, որ Վրաստանը միայն անվանումով է գրանցված որպես թեկնածու երկիր։ Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեկ անձի ահաբեկչության մասին կեղծ հաղորդագրության փաստով։ Նրան ներկայումս մեղադրանք է առաջադրվել ՊԱԾ-ի տվյալներով մի քանի անձանց նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում։ Պարզվել է անձանց շրջանակ, որոնք ահաբեկչական բովանդակության կեղծ հաղորդագրություններ էին ուղարկում տեղական իշխանություններին։ Սպառնալիքային հաղորդագրությունների հեղինակները հիմնականում օգտագործել են վիրտուալ ցանցեր, IP հասցեներ, քողարկելու ժամանակակից տեխնոլոգիաները և ձայնը փոխող ծրագրեր։ Պատիժը 3-ից 6 տարի ազատազրկում է նախատեսում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 26-ին Ժնևում կվերսկսեն բանակցությունները։ Զելենսկին նշել է, որ պատվիրակության ղեկավարը ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռոստեմ Ումերովը տրամադրել է համապատասխան տեղեկությունը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռոստեմ Ումերովը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչների Սթիվ Վիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ զորքեր կուղարկի ուկրաինական էներգետիկ օբյեկտները սպառնալիքից պաշտպանելու համար։ Հունգարական լրատվամիջոցների փոխանցմամբ
Օրբանը հայտարարությունը արել է Պաշտպանության խորհրդի նիստից հետո։ Վարչապետը հայտարարում է, որ Ուկրաինան պլանավորում է նոր գործողություններ, որոնք նոր վնաս կպատճառեն Հունգարիայի էներգետիկ համակարգին եւ որ ինքը կձեռնարկի համապատասխան միջոցներ։ Հունգարիայի վարչապետը նաև հայտարարել է, որ սահմանակից շրջաներում Ուկրաինային կարգելվի անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարում էր, որ Հունգարիա-ռուսական նավթ մատակարարող Դրուժբա խողովակաշարը չի վնասել ռուսական հարձակման հետևանքով։ Թբիլիսիի քաղաքապետարանը խստացնում է շահագործման հանձնված շենքերի ստուգումը, պատճառը հանձնված շենքերում հրդեհային անվտանգության համակարգերի թերությունն է։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով եղել են դեպքեր, երբ հրդեհային անվտանգության համակարգը ապամոնտաժվել է շենքի հանձնումից հետո։ Նշվել է, որ նման փաստերը կանխելու համար չի բացառում, որ խախտող կողմը քրեական պատասխանատվության կենթարկվի։ Շրջակա միջավայրի պահպանության վերահսկողության վարչությունը ստուգել է ավտոմեքենաների վառելիքի որակը։ Երկրի 85 բենզալցակայաններից վերցված 20 բենզինի եւ 65 դիզելային վառելիքի նմուշներից խախտումներ է հայտնաբերվել միայն 13 դիզելային նմուշում։ Բենզինի նմուշները լիովին համապատասխանում էին կառավարության որոշմամբ սահմանված որակի ցուցանիշներին։ Վարչության աշխատակիցները կազմել են համապատասխան արձանագրություններ հայտնաբերված խախտումների վերաբերյալ։ Տուգանքի ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 1 միլիոն լարի։ Հունգարիայում անցկացվում է ընտանիքների աջակցության գագաթնաժողով, մասնակցելու է Վրաստանի առողջապահության նախարարը։ Նրա խոսքով երկիրը ակտիվորեն աշխատում է քաղաքականության վրա, որը կնպաստի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը եւ աղքատության նվազեցմանը։ Միջոցառման նպատակը միջազգային համագործակցությունն ու փորձի փոխանակումն է։